մի հատ այդ պատկերը պետք է մնա, սա մեր այսօրվա Հայաստանի պատկերն է, ժողովուրդ, մի հատ տեսեք աշխարհը ինչի տակ է, աշխարհը ինչի մեջ է, եւ գոնե այնքան բարոյականությունը չեն, գիշերվա երեկոյի ինչ որ նկարներ են դնում ծաղիկներով, նշանդրեքի, հարսանիքի, ողբամ ձեզ, այս ինչի մեջ եք դուք, խեղճ ժողովուրդ, այսում ձեռքն եք հայտնվել դուք, խեղճ ժողովուրդ, այսում ձեռքում է այս ժողովուրդը, հա, Իմիջայլոց ինքը հիստերիայի մեջ է, պարոն Նահապետյան, տեսեք, ասում են, որ ընդդիմությունը PR առումով վատ է աշխատում ես, բայց ինչ ապաշնոր եւ ապիկար վիճակում է գտնվում իշխանությունը։ Տեսակ, չէ, Եվրոպան պատրաստ է միլիոններ տալ, իրանք էլ բոլորը միլիարդերներ են, բայց այնպիսի բթամիտ տկար բան վիճակում են, որ ինքն անգել մեյդան իր պերաշկիով։ Դուք պատկերացնում եք ինչ խեղճ ու կրակ վիճակում է եւ հարցումները ինչ են ասում իրենց, որ քո Վարկանիշը իդեպ ինքան ընկել է Վարկանիշը Նիկոլի, այս փողոցում թափառել կարկատանք ուզել խանութ մտնել վրան դուրը շրխկոց ստանալ, այն մի կինն ասում է ուրա քո արտենքը ստանում է, չէ՞, ժողովրդի մեջ է ծանր բան է, բայց ինչքան ծանր վիճակում է, որ այսպես այսօրի անգել էլի գնացել է։ Սա ինչ է նշանակում, որ ճիշտ աշխատելու դեպքում դեռ ժամանակ կա 3 ամիս։ Նիկոլը հասկացել է, որ իրան մերժում են։ Հիմա մնում է մեր ընդդիմությունը ճիշտ հասկանա ու ժողովուրդը տեր կանգնի, որ գնա ու իսկապես սրան վռնդի։ Ճիշտ է։ Համակարծիք եմ։ Վերջին հաշվով ցանկացած պետություն հարգում է այն ժողովրդին, որը տեր է իր իրավունքներին, զրկանքների, պայքարի, կամք հանդես բերելու եւ հաղթանակ տոնելու։ Մեզ կհարգեն այն ժամանակ, ինչպես 90-ականներին էին հարգում հաղթանակից հետո։ Ես հիշում եմ Շուշիի ազատագրումից հետո հանգամանքների բերումով մի պահ վառելիք չունենք եւս ինչ որ խմբի կազմում, այդ թվում նախագահի աշխատակազմից էին, Ստավրապոլ Կրասնոդար երկամասում էին, եւ մեզ ոնց էին նայում տեղի Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց հետ մենք հանդիպում ենք, ինչ որ բանակցություն ենք, մեզ որպես հաղթող եւ ասում են պահանա, որ Ադրբեջանից ազատագրեք նաեւ մեզ։ Իսկապես հաղթողին, ուժեղին եւ որը որ ճշմարտության եւ արդարության մեջ է, իհարկե գնահատում են։ Եթե մենք լինենք այդպեսին շատերը գնահատեն։ Ի վերջո հարբեց, եթե դու մեկին հրապարակային ամբողջ աշխարհով մեկ հայտարարել ես հարբեցող ծաղրածու, սիրելի ժողովուրդ ջան, ոնց կարող է այդ կողմը այն քո ներկայացուցիչին ինչ որ մեկը լուրջ ընդունի, պարշի, որ կանչում է, ասում է դավայ մի հատ գնայես արա, այն արա։ Այդ նույնա թե մեզ ասի, եթե սա վերարտադրվի, նույնա թե մեզ ասի։ Ավելավ ազգություններից փոխենք այդ դեպքում։ Ամոթել է հայելնելը։ Եթե ինքն էլ է հայ, մենք էլ ենք հայ։ Այդքան է։ Իմիջայլոց ասում ենք բան, այդ հայտնի անեկդոտը կա, չէ՞, որ ասում են պարսիկները զորքով, զենքով, սենց բան գնում էին կռիվ, հայերը մեկ էլ տեսնում են կանանց առաջին պլան, Աստված վերևից ասում է հույսը ին վրա են դրել։ Ես հիմա այսպես որ հետևում ենք պարոն Նահապետյան, իսկապես Աստծո կողմից ընտրյալ մենք ժողովուրդ ենք։ Հիմա կասեմ, բայց այսքան ջարդերով բան փորձություններով, դե բոլոր ժողովուրդներն այդ փորձությունների միջով անցնում են։ Տեսեք, հիմա անգամ սիրելի հայրենակիցներ, այն մի հատ ինչ որ բան ունեք, ասում են, բա մենք ում ընտրենք, բա մենք չգիտեմ ինչ անենք, հաղթած նախագահ եք ուզում, Ալիևին ստորացրած 10 տարի բարիս բուն իմաստով երկիրը խաղաղության մեջ պահող խաղաղության մեջ, որ պատերազմ չի եղել, զոհեր չեն եղել, մի միլիմետր չի զիջել, այդ նախագահը այսօր հրապարակում է, ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանը, էլ ինչ եք ուզում, մարդ, որը մի միլիարդի բարեգործություն արել, գումարը վաստակել է դրսում, մի վարկյան չի մոռացել Արցախ հայրենիքը, Հայաստան հայրենիքը, իր կարողությունների մեծ մասը բերե դրել է Հայաստան, Սամվել Կարապետյան, այսօր հրապարակում է, չէ, ինչ եք ուզում, սիրելի ժողովուրդ, Գագիկ Ծառուկյան, ես իմ ինչքան աշխատատեղեր, ստեղծելա, կառուցելա, արարելա, չէ, չի տարել եսի մոտ, այստեղա չէ ներդրել։ Հետը գնում է Մայր Հայաստանը, առնվազն Մայր Հայաստանի աշխատանքը Երևանի քաղաքապետարանում տեսել եք, ճիշտ է։ Բա էլ ինչ եք ուզում։ Ես չգիտեմ, էլ ինչ պետք է լինի, էլի, ասենք, էս եք ուզում։ Հենց հիմա 3 ընտրություն ունեք։ Հաղթողել ունեք, այն որ ասում եմ մեծ հնարավորություններ ունեք, նա էլ ունեք, ասենք, հայ ուժեղ տղերքը դուրս են եկել ու պայքարի են դուրս եկել, տեսեք ում դեմ, ում հետ, չէ, մի հատ այս պատկերը նայեք, եթե դու գնալու եք ընտրել, ուրեմն էս է մեր դեմքը, ես չեմ ուզում հավատալ, որ մեր դեմքն էս է, հարևան երկրում ռումբերը պայթում են, այս մարդը զբաղված է